Սա չի նշանակում, որ պետությունը չի աջակցելու այս առանցքով առաջնորդվող մարդու։ Ընդհակառակը մենք այսօր տեսեք նույն եկամտային հարկի վերադարձի process-ով մենք բան ենք անում, մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր հաջողակ են։ Այսինքն ովքեր կարողացել են այդքանը անել, մենք էլ ասում ենք, որ դուք այդքանը կարողացել եք անել, մենք էլ շարունակությունը կանենք։ Ես ուզում եմ հիշեցնեմ 2019 թվականին համահարթ եկամտային հարկի հետ կապված քննարկումները, երբ որ մեզ մեղադրում էին, ասում էին, որ դուք տեսեք, լավ աշխատանք ունեցող եւ աշխատավարձ ունեցողին եք բան անում, նույն ձևի եկամտային հարկ դնում վատին էլ, եւ ասում ենք, այո, դա մեզ համար ունի գաղափարախոսական նշանակություն։ Մենք այդ մարդուն ասում ենք շնորհակալություն, որ դու քո ժամանակը ոչ թե 1000 ներողություն քուչեքում պոպզած ես անցկացրել, այլ գնացել ես քո ժամանակի, քո ժամանցի, քեֆերի եւ այլնի հաշվին, գնացել ես կրթություն ես ստացել եւ կրթության հաշվին ստանում ես այսքան աշխատավարձ։ Դրա համար պետությունը քեզ շնորհակալություն է ասում եւ քո եկամտային հարկը նվազեցնում է եւ այդպես լինելու է միշտ, որպեսզի այդ կրթության դա էլ է կրթության խթանում, որովհետեւ ում մասին նկատի ունեն, որևէ մեկը չկա այդտեղ կամ կարող է շատ չնչին% մարդիկ լինեն, որ իրանք այդ աշխատավարձերը ստանում են առանց բարձրորակ կրթության։ Եվ սա կրթությունը խթանելու շատ կարևոր միջոց է եւ ճանապարհ է, եւ սա արդեն իսկ փորձով ապացուցված քաղաքականություն է։ Բայց նաեւ մենք պետք է մյուս խմբերին ոչ թե ասենք դե վերջ, մենք պետք է աջակցենք եւ անապահովության գնահատման համակարգը առաջին հերթին հենց աջակցությունը անապահովությունը հաղթահարելու։ Բայց մենք հասկանում ենք նաև, որ կարող է շատ երկար տևի եւ արդյունքում կլինեն մարդիկ ինչ պատճառներով չի ստացվի, որ իրանք հաղթահարեն։ Մենք այդ մարդկանց էլ մենակ չենք թողի։ Ընդհակառակը մենք այս քաղաքականությամբ այդ մարդկանց գոնե կկարողանանք միջին ինչ որ մի արժանապատիվ շեմով աջակցություն ցուցաբերել, ել չեմ ասում, որ բայց աշխատունակ մարդկանց նկատմամբ մեր ռազմավարությունը պետք է լինի, որ իրանք պետք է գնան աշխատեն, իրանք պետք է կրթություն, աշխատանք, բարեկեցություն, իրանք պետք է մղենք այդ ճանապարհ։ Իհարկե կան մարդիկ, ովքեր ունեն աշխատունակության սահմանափակումներ։ Այս լրիվ ուրիշ պատմություն է։ Սա լրիվ ուրիշ պատմություն է, որ եւ այստեղ է, որ պետության սոցիալական քաղաքականությունը եւ սոցիալական համերաշխության տրամաբանությունը պետք է լիարժեք արտահայտվի։ Թակառակ այս ճանապարհով, երբ որ մենք առավել հասցեական ենք միջոցները օգտագործում, այն շերտ են խավերը, որոնց մենք պարտավոր ենք ուղղակի, պարտավոր ենք իրանց կողքին կանգնել, իրենց կողքին կանգնելու մեր որակը էականորեն ավելի բարձր է լինում, չնայած էլի ուզում եմ հիշեցնել, որ այստեղ էլ մենք անելիք ունենք, որովհետև նույն հաշմանդամություն ունեցող անձանց բարագայում մեր քաղաքականություններն հնարավորինս ապահովել նրանց ներառում այդ թվում աշխատանքի շուկա եւ ընդհանրապես կյանք։ Բայց էլի եմ ասում, կան այսօր ամենավառ օրինակը կան աշխատանք եւ լավ աշխատանք ունեցող մարդիկ, որոնց մեկ աջակցում ենք։ Եվ մենք ոչ մեկին աջակցելու չենք հրաժարվում եւ չենք էլ հրաժարվի երբեք։ Պարզապես էլի այդ տրամաբանությունը պետք է գործի, պետությունը ուժեղացնում է մարդուն, մարդը ուժեղացնում է պետությանը եւ մենք բոլոր դեպքերում ունենք մի խնդրանք, պայման, ակնկալիք, որ էլի բերենք պրիմիտիվության մակարդակի, ոչ մի քաղաքացի առանց հսկիչ դրամարկային կտրոնի պետք է որևէ գնումից դուրս չկա։ Իհարկե այսօր տեղեր ունենք, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Էս էլ մեր հաջորդ թեման է, որ մենք կամաց նաև պետք է մտնենք այդ տեղերը, օրինակ զարգացած երկրներում այդտեղ չկա, որտեղ հսկիչ դրամարկային կտրոն չկա։ Ասենք նույնիսկ շուկայի, գյուղատնտեսական շուկայի բաներում բոլոր տեղերը դրած է, հսկիչ դրամարկային կտրոնը դրած է եւ դա հաշվառվող առևտուր է։ Ու սա իհարկե կապված է նաև հարկային քաղաքականությունների հետ, բայց այսօր այդքան շատ բան չանենք, չծավալվենք եւ այդ ուղղությամբ չգնանք։ Բայց ակնհայտ է, որ աղքատության մակարդակ, ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ ձգտում է 0-ի։ Եվ այս տեմպը միանշանակ
մեզ բերելու զրոյացման, բացի այն դեպքերից, երբ որ ասում են, որ այնուամենայնիվ լինում են դեպքում, ինչ ուզում ես արա։ Մեկը երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի խնդիրներ կան եւ չի լինում հաղթահարել այդ խնդիրները, ինչը չի նշանակում չպետք է աշխատենք այս ուղղությամբ։ Այնպես որ մեր սոցիալական քաղաքականությունների իմաստը եւ տրամաբանությունն է նա եւ գուցե թե մենք նոր կառավարությունում գուցե թե մտածենք նաեւ նախարարության անունը փոխելու մասին, որպեսզի այս տրամաբանությունը ավելի տեսանելի արտահայտվի, այդ թվում նախարարության անվան մեջ։ Դա դեռ կքննարկենք, դա ընդհանրապես գաղափար է, գուցե այո, գուցե ոչ,